Տաշիր կապիտալը վերջին 5 ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու համար։ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Վարդան Ալոյանի խոսքով այս առաջարկի հիմքում ոչ թե 3.6 միլիարդ դրամի, այլ արդեն 6 միլիարդի դրական տարբերությունն է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ դիմումը մերժել էր պատճառաբանելով, որ քանի որ որպես հիմք ընդունված է 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը, կա ռիսկ, որ հակառակ էֆեկտը կարող ունենալ, կարող է 1 տարվա կտրվածքով գումարի չափը ոչ թե դրական լինի, տարբերություն այլ բացասական լինի եւ արդյունքում անհրաժեշտություն ունի մի բան է սակագինը բարձրացնելու։ Հիմա նորից դիմումը ներկայացրեցինք, արդեն ներկայացնելով գրեթե 1 տարվա հաշվարկ թիվը հիմք ընդունելով, որը արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար, այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բան էլ մեր կանխատեսումների համաձայն ավելացել հասել է 6 միլիարդի։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրառում է արել ու ներկայացրել, թե ինչպես կարող է էլեկտրաէներգիայի սակագինը իջնել 3 դրամով։ Կարապետյանի խոսքով 2024 թվականին հեծ մոտ 5 միլիարդ կիլովատ էներգիա է մուտք արվել, որից բնակչության գծով մուտքը 2130 միլիարդ կիլովատ է։ Չնայած ԿՊԱ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին էներգիայի շնորհիվ այս պահին կա 6 միլիարդ դրամի ավելացած գումար հեծում։ Իջեցնում ենք միայն բնակչության համար սահմանված սակագինը եւ էլեկտրաէներգիայի սակագինը իջնում է շուրջ 3 դրամով, գրել է Նարեկ Կարապետյանը ու եզրափակել՝ իջեցրու սակագինը պարոն Մեծրոպյան #-ով։